նոր կտակարանի մեջ, երբ որ ասում եմ վերջին օրեր, սա խորհրդանշում է ավելի շատ Հիսուսի առաջին եւ երկրորդ գալուստի միջև ընկած ժամանակահատվածը, կամ ինչքան որ Հիսուսի երկրորդ գալուստը մոտենա։ Պողոս Արաքյալը, երբ որ ասում է վերջին օրերին չար ժամանակներ պիտի լինեն, այսինքն իր օրվանից սկսած բոլոր սերունդները միջև այսօրվա եւ հետագա ինչքան որ կտևի միջև Քրիստոսի գալուստը, այդ ժամանակահատվածը կոչվում է նոր կտակարանի մեջ վերջին օրեր։ Ուրեմն ամեն օրը նաև մարդու համար է, չէ՞, վերջին օր, կարող է վերջին օր լինել, եւ ինչքան որ մարդ այս աշխարհի մեջ զարգանում է, ապրում է, դրա հետ մեկտեղ նաև մեղքն է շատանում, դրա համար ասում է վերջին օրերին ժամանակները չար պիտի լինեն։ Ինչ է սա նշանակություն։ Ուրեմն վերջին օրերին ժամանակները պիտի չարանան։ Բոլոր ամբողջ մարդկության պատմության մեջ ժամանակ ամենամեծ խաբեբան է, որ մարդը միշտ սպասում է իր ժամանակին, չէ՞, այսինքն իմ ժամանակը դեռ չի հասել, ժամանակը գա կանեմ, երբ որ ժամանակը գա ես կխոսեմ, ժամանակ գա ես կգործեմ, այսինքն երբ պիտի այդ ժամանակը գա։ Ինքը շատ գեղեցիկ խաբում է մարդկանց ականջին, բարձի տակ, գլխի տակ բարձ է դնում, եւ մարդկանց համոզում որ դեռ ժամանակը չի եկել, այսինքն օրինակ ապաշխարելու համար, Տիրոջը դառնալու համար, սուրբ գիրքը դառնալու համար մեզ թվում է դեռ ժամանակը չի եկել։ Եվ այդ ժամանակը մի սատանան լցնում է այնպիսի զբաղմունքներ, որպեսզի մարդ իրականում այդ ժամանակը չունենա, չգտնի, որպեսզի չկարողանա Տիրոջը մոտենալ։ Մենք ամեն օր ապրում ենք այդ վերջին ժամանակները, մեր ամեն օրվա կյանքը այդ վերջին ժամանակներն է, որ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, եւ մարդը ցավոք սրտի իր ամենօրյա նոր մեղքերով ընթառաջ է գնում այդ վերջին օրերին։ Ուրեմն Քրիստոսի գալուստը առաջին անգամ ինչպես եղավ, Հիսուս իբրև բժիշկ եկավ, չէ, փրկիչ եկավ այս աշխարհ, մարդկանց բժշկելու, մարդկանց փրկելու, Քրիստոս մարդուն վերադարձեց Աստծուն։ Բայց երբ որ արդեն Հիսուս երկրորդ անգամ վերադառնա աշխարհ, արդեն իբրև արդար դատավոր պիտի գա աշխարհը դատելու եւ մարդկանց գործերը պիտի դատի, մարդկանց պիտի դատի իրենց խոսքով, իրենց գործով, իրենց ապրած կյանքով։ Եվ այդ ժամանակների մեջ է որ մարդը պետք է կարողանա հասկանալ, որ բոլոր ժամանակներ, որի մեջ որ ինքը ապրում է, այս ժամանակը պիտի օգտագործի իր փրկությանը հասնելու համար։